Երևան-Մոսկվա խաբուսիկ տաք հոսանքներ, Փաշինյանը կմեկնի Ռուսաստան մասնակցելու հաղթանակի օրվա տոնակատարությանը։ Խաղաղության գինը ճշտել է պետք, ընդդիմության մեղադրանքներն ու իշխանության փաստարկները թեժ բանավեճ ազգային ժողովում։ Նոր սահմանադրության վտանգները, անկախության հռչակագիրը հանելու հարցն է օդում։ Պակիստան-Հնդկաստան կռիվը սկսված է, միջուկային սպառնալիքն օդում կախված, ով ում ձեռքը կբռնի։ Բացասական եզրակացություն կա, հետո ինչ, պաշտոնը բարձրանում է, արդարադատության համակարգի բացերը։ Անձրևն եկավ, կործանված ենք, ոչ ոք տեր չի կանգնում, ինչպես լուծել երևանյան ջրհեղեղի հարցը։ Ուսանող դառնալու ճանապարհի թղթային քաշքշուկը, հայտագրմանը 3 օր է մնացել։ Հետքերը չեն մաքրազերծել ու բռնվել են։ Վաղաշապատի բաժնից 9 աշխատակից է ձերբակալվել։ Դերասանները դեղամիջոց են գովազդում, սարքած է, զեղծարարները արհեստական բանականությամբ են թակարդ լարում։ Բարերեկո ժամը լրատվականը հետևել է, հավաքելու խմբագրել օրվա կարևոր լուրերը, ես Մարիանա Հակոբյանն եմ, սկսում ենք թողարկումը։ Երևան-Մոսկվա շփումը ջերմանում է, թե թվում է։ Փաշինյանն ազգային ժողովում հաստատել է, որ կմեկնի Ռուսաստան մասնակցելու հաղթանակի օրվա տոնակատարությանը։ Վարչապետը պարզաբանել է բալանսավորման արտաքին քաղաքականություն ասվածը, նշելով, որ երբեք չի ասել, թե Ռուսաստան այցեր չեն լինելու և հարաբերություններ չեն խորանալու։ Փաշինյանից հետաքրքրվել են նաև սահմանազատման ու ականազերծման աշխատանքների ընթացքից։ Թաքուն սահմանազատում տեղի չի ունենում, վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը։ Նախ խորհրդարանի միջանցքում, հետո ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հաստատեց, ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը, կգնա Մոսկվա մասնակցելու հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Չի խանգարի դա արևմուտքի հետ հարաբերություններին, ԿՊԱ-ական падգամավորն է հետաքրքրվում։ Տարատեսակ մեկնաբանություններ կան, որոնց վստահ եմ դուք եք ծանոթ։ Փաշինյանը ասում է, մի հարաբերությունը չեն կառուցում մի հաշիվ այլ հարաբերությունների, դա բալանսավորման քաղաքականության մի մասն է, նաև երկկողմ հանդիպումների հնարավորություն կարող է լինել։ Միջոցառումը շատ կարևոր է, նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաև այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր, տարբեր հարցեր եւ նման առիթները բաց թողելը այնքան էլ ճիշտ չի լինի։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանելյանն էլ ասաց Տավուշում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը հականապատման աշխատանքների հետ կապված մտահոգություններ է լսել։ Մասնավորաբար ազատամուտ համայնքի հարակից շրջանների ականապատման եւ չափագրման աշխատանքների։ Հարցս հետեւյալն է. ինչ աշխատանքներ են կատարվում այդտեղ, այդ հատվածում եւ արդյոք դա կապ ունի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ։ Փաշինյանը ասաց, դժվարանում է ասել, թե ազատամուտի մոտակայքում ինչ ականազերծում կարող է տեղի ունենալ, հետո հարցին պատասխանելիս պատմեց, որ օրեր առաջ գնացել է Ոսկեպարի եկեղեցի, զարմանքով արձանագրել, որ մուտքի մոտ որոշակի փշալարեր կան։ Պարզեցի, որ խնդիրն է նա, որ այդ հատվածում որոշակի ականային մտավախություններ կան եւ այնտեղ պաշտպանության նախարարությունը եւ սահմանապահները փշալարով փակել են, որպեսզի եւս մեկ անգամ ականազերծման հետ կապված աշխատանքներ իրականացնեն, որպեսզի եկեղեցին եւ իր շրջապատը, մանավանդ որ մարդկանց ընդեղ էլ ճանապարհը նորոգել ենք, մարդկանց հոսքը ակտիվացելա, ճիշտ է, սենց թեկություն է, բայց մարդը կարող է ինչ որ մեկը որոշի իջնել ներքևը, ասենք, ժամանակ անցկացնել եւ այլն։ Բուն սահմանազատման մասին Փաշինյանն ասաց, այս ընթացքում սահմանազատման աշխատանքները առանց դրանց մասին հայտարարելու տեղի չեն ունեցել եւ տեղի չեն ունենա, որովհետեւ աշխատանքների սկսվելուն զուգահեռ նաեւ տեղեկությունն է հրապարակվում։ Այդ սպասումը ձևավորել, որ վայ թաքուն կարա սահմանազատման աշխատանք տեղի ունենա, այդքան էլ ճիշտ չի։ Ընդդիմադիր падգամավորի երկրորդ ճշտող հարցին պատասխանելիս Փաշինյանն ասաց, ազատամուտի նկարագրված դեպքերը սահմանազատման հետ կապ չեն կարող ունենալ, այդ տարածքում այլ բնույթի աշխատանքներ են տեղի ունենում, այդ թվում ինժեներական։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում կրքերը թեժացել են, կոռուպցիայի դեմ պայքարի մասին են խոսել ընդդիմադիրները, մեղադրել իշխանությանը մի շարք բացթողումների մեջ։ Արձագանքել է Փաշինյանը, խորհրդարանականները սկսել են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել, ընդմիջում է հայտարարվել։ Ես միևնույն է չեմ հասկանում, թե այդտեղ հպարտանալու ինչ կա, որ մեդիաներում ամենօրյա ռեժիմով կոռուպցիոն նոր դեպքեր են արձանագրվում։ Հպարտանալու տեղ պետք է լիներ, երբ որ այդ կոռուպցիոն դեպքերը բացահայտվեին։
որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Այսինքն մամուլ, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասա, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք։ Նստեք։ Նոր սահմանադրության տեքստը մշակման փուլում է, լրագրողներին ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հավելել, որ առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկեն տեքստի պատրաստի հատվածը։ Հարցին, թե ի վերջո անկախության հռչակագիրը կհանվի մայր օրենքից, թե ոչ, նախարարը պատասխանել է, որ տարբեր տարբերակներ են քննարկում, ըստ էության չհստակեցնելով հարցի պատասխանը։ Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի։ Երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք եւ շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն կուլիսների ետևում պահելու որևէ առիթ եւ հնարավորություն չկա, երբ ինձ հարցեր են ուղղվում, ինչու չեք ասում, ես միշտ ասում եմ, ասելու ենք իհարկե, որովհետեւ վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ։ Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ դատական նիստի արձանագրությունը չի արտացոլում պաշտպանության կողմի միջնորդությունները եւ դա հիմնավոր կասկածներ է առաջացնում։ Ուստի փաստաբանը վերաքննիչ գանգատ է ներկայացրել դատարան։ Ալիևը դատարանին խնդրել է առանց քննարկման թողնել գանգատը։ Այդպես էլ արել են։ Բաքվի խամաճիկները ենթարկվել են տիրոջն ու գանգատը թողել առանց քննարկման։ Ազգային ժողովում թեժ քննարկման թեմա է դարձել հարցը, թե օրական որքան աշխատավարձ են ստանում падգամավորն ու մարտական հերթապահություն իրականացնող զինվորը։ Ընդդիմադիր падգամավորը հայտարարել է, որ մեկ օրվա համար падգամավորը ստանում է 22,000 դրամ, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զինվորը 1,700 դրամ։ Պաշտպանության փոխնախարարը հերքել է, օրական 1,700 դրամ աշխատավարձ չունեն բանակում, նվազագույնը 4,000 դրամ է։ Զինվորականների ատեստավորման գործընթացից բացի անդրադարձել են խաղաղության թեմային։ Ինչ գին ունի խաղաղությունն ըստ իշխանության, Նաիրի Մուրադյանի ռեպորտաժը։ Աշխատավարձերի բարձրացման համար ներդրված ատեստացիոն համակարգը թերի է գործում, բարձրաձայնում են ազգային ժողովի ընդդիմության ներկայացուցիչները։ Հայտարարում են, թե սերժանտական կազմը եւս հաջող ատեստացիոն քննություն հանձնելով բարձր աշխատավարձ է ստանում, ընդդիմությունը հակառակն է պնդում, այդպես չէ։ Ատեստացիայով այսօր զինված ուժերում աշխատավարձի բարձրացում ստանում է հիմնականում շտաբային, բարձրաստիճան, տարբեր հրամանատարական պաշտոններից զբաղեցնող զինվորականները։ Պատգամավոր Մանուկյանը զինծառայողներին տրվող աշխատավարձը գնահատեց ահավոր։ Մեկ օրվա համար պատգամավորին հատկացվում է 22,000 դրամ։ Պարեկներն ըստ Գեղամ Մանուկյանի առանց ատեստացիայի 371,000 դրամ են ստանում։ Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող գիտեք ինչքան է ստանում։ Մենք ստացել ենք 22,000 դրամ, պարեկը մոտավորապես ստացել է 11,000 դրամ մի օրվա համար։ Մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1,700 դրամ։ Մենք ձեր ասած օրական 1,700 դրամ աշխատավարձ հասկացողություն առհասարակ չունենք։ Ուրեմն դա մինիմալն եմ ասում, մարտական հերթապահություն իրականացնողներին մոտ 4,000 է, սակայն կապված դիրքերի կահավորվածության վիճակից նաև դրա վրա ավելանում է գումար։ Այսինքն առնվազն 4 ստանում է աշխատավարձ, դրա վրա ավելանում է հավելում առնվազն 4,000 եւ նաև դիրքերի վիճակից ելնելով նաև
որոշակի գումար։ Փոխնախարարը հայտնեց, որ 9.9 խմբի ատեստավորված, սակայն բարձրագույն կրթություն չունեցող սերժանտը ստանում է առնվազն 670,000 դրամ։ Դրանից ներքև 9.8 խմբինը 635,000 դրամ է։ Լավ ատեստավորված ամենացածր կոչումով սերժանտի աշխատավարձը կկազմի մոտ 490,000 դրամ։ Խաղաղության գործընթացի մասին Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն այդ ճանապարհը բարդ է համարում։ Այս ճանապարհին կարող են լինել խոչընդոտներ, կարող են լինել տարատեսակ զիգզագներ եւ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Դա մեր քաղաքական հանձնառությունն է։ Կոնջորյանի ձևակերպմամբ իշխանությունը ժողովրդին խաղաղություն է խոստացել եւ իրեն գնում են այդ ճանապարհով։ Շատ ժամանակ մարդիկ խաղաղություն բառը, որը ինքը իրենով պոզիտիվ է, շփոթում են խաղաղության հասնելու ճանապարհի հետ, որը իրենով շատ դժվար է, եւ ասում են, բա խաղաղությունը սենց է լինում, սենց դժվար է։ Հա, խաղաղության հասնելը դժվար է։ Խաղաղությունը լավ բան է, բայց խաղաղության հասնելու ճանապարհը դժվար է։ Եթե միայն մեզանից կախված լիներ խաղաղությունը, դա կլիներ շատ արագ։ Բայց ակնհայտ է, չէ՞, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ուրեմն եղել է կոնֆլիկտ, ուրեմն կոնֆլիկտը առնվազն ունի երկու կողմ եւ միայն մեզանից չի կախված խաղաղության հասնելը։ Իսկ ո՞րն է ՔՊԱ-ականների պատկերացրած խաղաղության գինը։ Կոնջորյանն է մանրամասնում։ Մենք մեր կարմիր գծերը մշտապես հայտարարել ենք։ Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է եւ դրանից որևէ հետքայլ ու կոմպրոմիս չի լինելու։ Մնացած Դե մենք դրա մասին խոսել ենք, որ այո, մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց մենք մեր առջև այդ տարածքները վերադարձնելու ռազմական խնդիր չենք դնում։ Այդ հարցը Կոնջորյանի ձևակերպմամբ կարող է լուծվել սահմանազատման ճանապարհով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Այս պահին կաշ դադար կվերադառնանք րոպեներ անց։ Պակիստան-Հնդկաստան կռիվը սկսված է, միջուկային սպառնալիքն օդում կախված, ով ում ձեռքը կբռնի։ Բացասական եզրակացություն կա, հետո ինչ, պաշտոնը բարձրանում է, արդարադատության համակարգի բացերը։ Անձրևն եկավ, կործանված ենք, ոչ ոք տեր չի կանգնում, ինչպես լուծել երևանյան ջրհեղեղի հարցը։ Ուսանող դառնալու ճանապարհի թղթային քաշքշուկը, հայտագրմանը 3 օր է մնացել։ Ժամը լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Իրանի արտգործնախարարն արձագանքել է Թրամփի Պարսից ծոցն արաբական ծոց անվանելու մտադրությանը, նշելով, որ Պարսից ծոցի պատմական անվանումը փոխելու քաղաքական դրդապատճառները վկայում են Իրանի դեմ թշնամական մտադրությունների մասին։ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նման քայլը վիրավորանք է բոլոր իրանցիների համար։ Մեջբերում եմ։ Հուսով եմ, որ Պարսից ծոցի անվան մասին զավեշտալի խոսակցությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ստի արշավ զայրացնելու եւ հրահրելու իրանցիներին ամբողջ աշխարհում, ասել է իրանցի դիվանագետը։ Դոնալդ Թրամփը լիահույս է, որ Իրանի իշխանությունները ճիշտ որոշում կկայացնեն եւ կհրաժարվեն միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից։ Լրագրողների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Իրանի պատմության մեջ սա ամենակարևոր պահն է։ Նրանք չպետք է միջուկային զենք ունենան, նրանք անհրաժեշտ ամեն ինչ ունեն, հսկայական քանակությամբ նավթ եւ ակտիվներ։ Չենք ցանկանում անել որևէ բան, որը կարող է խանգարել դրան, հավելել է Թրամփը։ Ուկրաինան պատրաստ է ապառազմականացված գոտու ստեղծմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը, նշելով, որ Պուտինն Ուկրաինայում հրադադարի հաստատման հիմնական խոչընդոտն է։ Fox News-ի եթերում Քելոգը ներկայացրել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ժամանակավոր ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը։ Նա ասել է, որ Ուկրաինան պատրաստ է հետ քաշվել 15 կիլոմետր։ Եթե ռուսները եւս այդքան հետ քաշվեն, կստեղծվի 30 կիլոմետր չեզոք գոտի, որը խստորեն կվերահսկվի։ Եթե 30 օրով հաջողվի պահպանել հաշտությունը, այն կարող է երկարաձգվել, ասել է Քելոգը։ Երեկ գիշերվանից եւ այսօր ամբողջ օրվա ընթացքում Ուկրաինան ԱԹՍ-ներով լայնածավալ հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի օդանավակայանների վրա։ Մերձ Մոսկովյան Ռամենսկայե քաղաքի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Ժուկովսկի քաղաքի օդանավակայանում կրկին դադարեցվել են չվերթները։ Կալուգայի օդանավակայանը եւս չի ընդունում թռիչքներ։ Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում ինքնաթիռների խցանում է առաջացել։ Պուլկովայի թռիչքուղու վրա մեծ թվով օդանավեր են կուտակվել։ Մայիսի 6-ին եւ 7-ին օդանավակայանը որպես պահեստային ընդունել է 74 ինքնաթիռ։ Ավելի վաղ Վնուկովը եւ Դամադեդովը օդանավակայաններում թռիչքները հետաձգվել էին ուկրաինական դրոնների հարվածների վտանգի պատճառով։
Հոգևոր աշխարհի համար պատմական օր է Վատիկանի Սիքստինյան կապելայում կընտրեն Հռոմի նոր պապին։ Խիստ գաղտնիության պայմաններում եւ փակ դռների հետևում ընթացող քվեարկության ավարտի մասին հայտարարվելու է կապելայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Սև ծուխը հուշելու է այն մասին, որ նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել։ Սպիտակը պապի ընտրության ավարտի մասին կհուշի։ Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը։ Այս տարի կոնկլավին մասնակցում է կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալ։ Պակիստան-Հնդկաստան կռիվը սկսված է։ Գիշերվա հարձակումներից Պակիստանը 4 անգամ ավելի շատ զոհ ունի։ Ադրբեջանը դատապարտեց իր դաշնակցի Պակիստանի դեմ գրողները։ Քաղաքագետները փորձում են կանխատեսել գերտերությունների քայլերը, ով ձեռքը կբռնի եւ թե ինչ հետևանքներ կարող է ունենալ երկու միջուկային երկրների ռազմական բախումը։ Լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը որքան է իրատեսական։ Լույսը չբացված զոհերն են հաշվում Հնդկաստանն ու Պակիստանը։ Նյու Դելին որոշեց այս գիշեր խոսքը գործի վերածել, հարվածեց Պակիստանին։ Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, եւս 46-ը վիրավորվել են։ Reuters-ն է հայտնում վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին, նշում, որ թիվը վերջնական չէ։ Գործակալության աղբյուրը նշել է, որ Պակիստանի իշխանությունները կպատասխանեն Հնդկաստանին իրենց ընտրած ժամանակին, վայրում եւ միջոցներով։ Այնինչ իրականացրել է այս գիշեր հնդկական բանակը, անվանել է Սինդուր հակահաբեկչական գործողություն ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության դեմ, որին զոհեր գնացել 26 մարդ։ Այն, որ վենդետա կլինի, Հնդկաստանը նախապես էր ասում, Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը եւ կործանիչներն օդ հանել։ Պակիստանի պաշտպանության նախարարության տվյալներով Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 5 ինքնաթիռ է խոցվել։ Գործն անելուց հետո Հնդկաստանի պաշտպանական գերատեսչության էջում գրել են արդարությունը վերականգնվեց։ Կեցցե Հնդկաստանը։ Այս հարվածին նախորդող օրերին փորձագետները կանխատեսում էին հեղինակության հարց է, որևէ բախում անպայման կլինի որպես պատասխան։ Կվերաճի այն մեծ պատերազմի թե ոչ, այստեղ փորձագետները մի քանի կաշկանդող գործոն են տեսնում։ Այն երկրները, որոնք աջակցում են այս կամ այն կողմին, իրենք ստիպված են լինելու իրենց աջակցությունը նաև ռազմական տեսանկյունով ապացուցել, ցույց տալ այն գերտերությունները, որոնք են հիմնականում Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, իրենք հետաքրքրված չեն, որ նոր կոնֆլիկտի զոնա բացվի։ Բացի այն, որ գերտերություններին, այսպես ասենք, հակամարտության նոր ճակատիմա ձեռնտու չէ, ըստ փորձագետի նաև հենց այս երկրները կխուսափեն միջուկային պատերազմից։ Մյուս կողմից վտանգը մեծ է նաև ներսում։ Եթե բախումը վերաճի մեծ պատերազմի, ապա ամբողջ Հարավային Ասիան կդառնա ռազմական թաթերաբեմ։ Օրինակ Հնդկաստանում մոտավորապես 200-ից 300 միլիոն մուսուլման է ապրում։ Պակիստանում էլ ապրում է մոտավորապես 10-ից 20 միլիոն հինդուիզմի հետևորդներ։ Այսինքն սա նշանակում է, որ եթե պատերազմ լինի լայնամասշտաբ, ապա հենց ներսում կարող են խնդիրներ առաջացնել այդ պետությունների համար։ Բացի այդ, օրինակ նույն Պակիստանը ունի սեպարատիզմի հետ կապված խնդիրներ նույն Բելուջիստան նահանգում։ Եթե Պակիստանի իշխանությունները ներգրավեն լայնամասշտաբ պատերազմի մեջ Հնդկաստանի հետ, ապա այդ բելուջիները կարող են սկսել սեպարատիստական շարժում։ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ՄԱԿ-ը արդեն կոչ են արել Հնդկաստանին եւ Պակիստանին զերծ մնալ ռազմական գործողություններից։ Կողմերն իհարկե չեն շտապում փափկեցնել ռետորաբանությունը, բայց շարունակությունը կարող է միջազգային մասշտաբի հասնել։ Սա կարող է սաստել կողմերին ու նրանց թիկունքում կանգնած խոշոր խաղացողներին։ Տիգրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։ Վերադառնանք Հայաստան, արդարադատության համակարգի բացերի մասին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն կարող է տալ, բայց դա չխանգարի, որպեսզի պաշտոնյան հետագայում ավելի բարձր պաշտոն ստանա։ Ինչպես են առաջ խաղացում ունենում դատական համակարգում եւ ինչ խնդիրներ կարող է ստեղծել բարեվարկության եզրակացությունը։ Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժը։ 2020-ից մինչև այսօր 1800-ից ավելի բարեվարկության եզրակացություններ է տվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, բնականաբար ինչպես դրական, այնպես էլ բացասական, ու քանի որ այս եզրակացությունները խորհրդատվական են, ոչ պարտադիր, այն ըստ էության չի կաշկանդում հանձնաժողովից բարեվարկության բացասական եզրակացություն ստացած անձանց նշանակել պաշտոնների, սակայն հանձնաժողովից փոխանցում են այս հարցում տենդենսների փոփոխություն են նկատում։ Հակակոռուպցիոն կոմիտեում օրինակ ընդհանրապես չունենք բացասական եզրակացությունով նշանակումներ, դատական դեպարտամենտում բավականին նվազել է թիվը, դատախազությունում է պահպանվում, այնտեղ արդեն մի փոքր շատ են։ Բարեվարկային բացասական եզրակացությամբ դատախազությունում պաշտոնների նշանակվողները գործող դատախազներն են, նրանք, ովքեր ընդգրկված են առաջխաղացման ցուցակում, այսինքն ոչ թե օրինակ դատախազ դառնալու թեկնածուների ցուցակում հայտնվել ցանկացողները։ Կոչվել է փակմասրից հիմնական խնդիրը
նրանում է, որ առաջխաղացումները ըստ էության որևէ ձև դիտարկել հնարավոր չէ եւ հետեւաբար նաեւ հնարավոր չի լինում վերհանել, թե բարեվարկության ինչ հնարավոր եզրակացություններով է այդ առաջխաղացումները տեղի ունեցել process-ը ինքնին փակ է, որևէ հանրային մշտադիտարկման մասնակցության հնարավորություն չկա եւ չենք էլ կարող գնահատել արդյոք այն բոլոր առաջխաղացումները, որոնք համակարգում տեղի են ունենում, արժանիքահեն են, համապատասխան են։ Երևույթն ինչպես է ազդում արդարադատության համակարգի վրա մասնագետների գնահատմամբ ուղիղ նաև այսպես են խարխլվում արդարադատության հիմքերը։ Դատարանում պետական շահ ներկայացնողի մասին պետական հանձնաժողովը բացասական կարծիք ունի, էլ ինչ հիմքով է պետական շահը ներկայացնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Երեք օր ժամանակ դիմորդներին հայտագրման համար մայիսի 10-ը վերջնաժամկետն է։ Ըստ ԳԹԿ ներկայացուցչի այս տարի դիմորդների թիվն ավելի շատ է կապված արցախահայության հոսքով։ Հայտագրման համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ճիշտ լրացնել դաշտերը, նախ բուհը, հետո մասնագիտությունը։ ԳԹԿ տնօրենի տեղակալը ներկայացրել է հայտագրման կարգը։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացն ավարտին է մոտենում։ Մայիսի 10-ը վերջին օրն է։ Բոլոր դիմորդները պարտադիր պետք է նշեն բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաև ներբուհական քննություններ, ապա պետք է նշեն նաև այդ քննությունները։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրենի դիտարկմամբ դիմորդների թիվը օրեցօր ավելանում է։ Եթե 2025 թվականի հունվարի մենք ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ եւ սա փոփոխական է, ամեն րոպե, ամեն վայրկյան փոխվում է թիվը։ Միայն 7780 միասնական քննություններ հանձնող։ Նախորդ տարիների փորձը Նասիբյանի ցույց է տվել, որ առաջին փուլին հունվար-փետրվար ամիսներին քննություն հանձնող դիմորդների 80%-ը գնահատականները բարելավելու համար ցանկանում է կրկնել քննությունը։ Ունեցել ենք դեպքեր, չի բացառում նաև այս անգամ մարդ ստացել է 19.75, ասենք 0.25 է չի հերիքում, որպեսզի առավելագույն գնահատական ինքը ունենա, բայց 20 ստանալու համար նորից է դիմում, դա իր իրավունքն է, մենք պարտավոր ենք կազմակերպել այդ քննությունը։ Նասիբյանը հորդորում է բոլոր դիմորդներին, ծնողներին ուշադիր լինել եւ բաց չթողնել հայտագրման գործընթացը։ Այս փուլում դիմորդը պարտավոր է հայտագրել բուհն ու մասնագիտությունը, այլապես դուրս կմնա մրցույթից, անգամ բարձր գնահատականների դեպքում։ 24 ժամյա ռեժիմով իրենք կարող են անընդհատ փոխել իրենց բուհը, մասնագիտությունը, նույնիսկ առարկաները։ Որովհետեւ այնուհետև եթե բուհը ընտրում եք, մասնագիտություն ընտրում եք, այնուհետև տեսնում եք, որ չգիտեմ, մենք ունենք այնտեղ դիմորդների, մասնագետների շարժը, եթե տեսնում եք շարժում ինչ որ խնդիրներ կան, դուք կարող եք փոխել մասնագիտությունը, շատ հեշտությամբ նույն ձևով կարելի է փոխել, նույնիսկ վերջին վայրկյաններին։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը հիշեցնում է, ցանկացած պարագայում համակարգը հաշվի առնելու դիմորդի ունեցած ամենաբարձր գնահատականը, անկախ նրանից այդ գնահատականը ստացել է հունվարի թե հունիսի քննությունների ժամանակ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Անձրևն եկավ, կործանված ենք, ոչ ոք տեր չի կանգնում։ Երևանյան ջրեղեղի հարցը չեն կարողանում լուծել, պատասխանատվությունը մեկը մյուսի վրա է գցում։ Քաղաքապետարանը սլակները Վեոլիա ջուր է ուղղում, այստեղ էլ ասում են, ինչ հնարավոր է անում են, մաքրում են, բայց եղաղատարները դառնապրած են։ Բացի այդ խնդիրը կառուցապատողներից է գալիս, կառուցում են առանց հաշվի առնելու ջրահեռացման առանձնահատկությունները։ Կադրերը Վենետիկից չեն, Երևանն է, ալիքներն էլ մեծ իմաստով բնական չեն, մեքենաների շարժից են առաջանում։ Անձրև է գալիս թե չէ, մեր մայրաքաղաքը կոլապսի է ենթարկվում, ջուրն ահա անգամ ավտոբուսների մեջ է լցվում, ինչու՞։ Եթե հերերը գալիս են մեծ քանակությամբ, իսկ այդ հերատար ցանցներ չունի համապատասխան հեռացման ունակություն, բնական է փողոցները պետք է լցվեն ջրով։ Ի վերջո, ով է պատասխանատու հեղեղատարների մաքրության համար, քաղաքապետարանից ժամին ուղղորդում են դեպի Վեոլիա ջուր ընկերություն, նրանց գործն է։ Այս կազմակերպությունն էլ ընդունում է, հայտնում ամբողջ տարվա ընթացքում մաքրում են հեղեղատարները, նաև վերանորոգում, բայց վարձակալած համակարգը բազում թերություններ ունի, փողոցներ կան, չունեն անձրևատարեր, եղածների թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի
ծառերի սահուն հեռացումը։ Դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։ Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը։ Կառուցապատումների խնդիրն առանձնացնում է նաև ջրային ռեսուրսների մասնագետը, հարցնում է, ով է որոշել, թե գործող հեղեղատարների հնարավորություններն անսահմանափակ են։ Կարևոր է, որ արկա ջրահեռատար ցանցը անընդհատ ենթարկվի մոնիտորինգի, այդ հեռատար ցանցը որոշակի ելքեր հեռացնելու համար է նախագծում եւ կառուցվում։ Բայց եթե տարիների ընթացքում այս փոփոխությունների կլիմայի արդյունքում մենք ունենում ենք շատ ավելի մեծ ելքեր կան գոյություն ունեցող ելքերի համար է հաշվարկված, բնականաբար եւս դա կարող առաջանալ։ Մաքրման տեխնոլոգիաներ են պետք ֆունդամենտալ, այսպես ասած շաբաթօրյակ համակարգում, հավելում է փորձագետը։ Անընդհատ պրոցես է լինելու։ Ուղղակի պետք է ֆիքսել այն հատվածները, որտեղ որ մեծ ջրակուտակումներ են առաջանում, կրիտիկական տեղեր, այդ հատվածների խնդրի մասին մտածել։ Հեռացնող դիտահորերը երկուսը խցանված են, ջուրը դուրս է գալի մի հորատանցքից, լսվում է հարևան հորատանցքով է հեռանում։ Քայլեր կձեռնարկվեն, Veolia-ից ժամին փոխանցում են, խնդրի արմատական լուծման համար խոշոր ներդրումներ են պետք, ինչն արդեն կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն ջրային կոմիտեի պարտավորությունն է, շահագործում եւ սպասարկում են այն, ինչը պետությունը հանձնել է։ Իսկ կոմիտեն ներդրումներ կանի, կլինեն, վստահեցրին, երբ մոտ ապագայում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մենք դադարու կներկայացնենք թողարկման վերջին հատվածը։ Հետքերը չեն մաքրազերծել ու բռնվել են։ Վաղաշապատի բաժնից 9 աշխատակից է ձերբակալվել։ Դերասանները դեղամիջոց են գովազդում, սարքած է։ Զեղծարարները արհեստական բանականությամբ են թակարդ լարում։ Շարունակում ենք աշխատանքը։ Այն ինչ չի վաճառվում, կարելի է վաճառել հայտնիների դեմքերով։ Զեղծարարները հիմա էլ արհեստական բանականությամբ են թակարդ լարում։ Դերասանները չեն սկսել դեղ վաճառել, այդ զեղծարարներն են նրանց դեմքով տեսանյութեր սարքում։ Կեղծ առևտրականներն այդպես են հասնում բանկային հաշիվներին ու դատարկում մարդկանց քարտերը։ Մեդիա փորձագետը հորդորում է 1000 ստուգել, հետո գործակցել։ Կարող են կեղծել դեմքը, փոխել հագուստի գույնը, նույնիսկ կրկնօրինակել այլ անձի ձայնը կամ արհեստական բանականության կիրառմամբ պատրաստել արատավորող տեսանյութեր եւ լուսանկարներ եւ այն դարձնել շանտաժի առարկա։ Զեղծարարների հերթական փայլուն աշխատանքն է շնորհիվ արհեստական բանականության։ Կեղծիք են տարածում օգտագործելով հանրաճանաչ մարդկանց հեղինակությունը, փորձում այդ կերպ տեղորայք վաճառել։ Սկզբում գովազդային դեմքերը բժիշկներն էին, հետո լրագրողները, հիմա հերթը հասել է նաեւ դերասաններին։ Հիմա ոնց հասկանում եմ նոր ալիք է գնում, արդեն ուղղակի աճ ու ձախ փորձելու են օգտագործել ուղղակի հայտնի մարդկանց այնքան որ արդյունքում ծանոթ դեմք լինի, վստահություն առաջացնի։ Մեր փորձը ցույց տվեց, որ ռեպորտ անել բողոքելը գրեթե անհույս է, որում որ հասկանանք մենք ընկերությունով նաև բողոքը ուղարկել ենք ներքին թիմին մեդայի, բայց մեկը ալիքը կանգնացնել չի լինում։ Մասնագետն ասում է, որ խաբեությամբ զբաղվող խմբերը հիմնականում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ են կապակցված։ Նաև Միքայել Պողոսյանն է օրեր առաջ սոցցանցում գրել, որ Իրանունից տեղորայք են վաճառում։ Դերասանը արհեստական բանականության հնարավորությունները դարից ցավ է որակում։ Նկատում այսպիսով մարդկանց ավելի հեշտ են թիրախավորում։ Առաջի անգամ մի դեղեի ես ռեկլամում իմ 100 տարվա ինտերվյուն Մոսկվայի իրանք վերցրել էին։ Դրանից հետո սկսեցին ինչ-որ ուրիշ տեղորայք կապված ուրիշ հիվանդությունների բաների հետ։ Մարդու կարող են վարկաբեկել ոնց ուզենա։ Դա դարի ցավն է։ Դիմեցի մի քանի ինստանցիաներ, բայց նրանք ասին ցավոք, պարոն Պողոսյան, մենք չենք կարող դրա դեմը առնենք։ Բողոքում են բոլորը։ Մասնագետները նաև ոստիկանությունը հորդորում են զգուշանալ, չվստահել տարօրինակ գովազդներին, որքան էլ դրանք կայթակղիչ թվան։ Արհեստական բանականության կիրառմամբ չարամիտները կարող են խեղաթյուրել իրականությունը եւ շահագրգռել գնումներ կատարել անհայտ ծագում ունեցող ռեսուրսներով։ Վճարման ժամանակ էլ հափշտակել ձեր դրամական միջոցները։ Եթե դարձել եք նման հանցագործության զոհ եւ զեղծարարները ձեզանից պահանջում են գումար որևէ տեսանյութ կամ լուսանկար չհրապարակելու համար, անհապաղ դիմեք ոստիկանություն։ Սա է ելքը։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։
Մեկ տարվա մեջ 4 գործընկեր, նոր ծառայություններ ու ճկուն լուծումներ։ Վիվայի բազմաֆունկցիոնալ RED հարթակը շուկայում առաջատար դիրքերում է։ Սակագնային պլանը փորձում է բավարարել թիրախային տարբեր խմբերի, մանկական բովանդակությունից մինչև կինոմանների համար առաջարկվող փաթեթներ։ Հարթակն արդեն հասանելի է շատ մարզերում։ Վիվայի RED սակագնային պլանը շատ կարճ ժամանակում դարձավ պահանջված այն ընտանիքների շրջանում, որոնք ցանկանում էին դառնալ Վիվայի բաժանորդ եւ ընտրել ֆիքսված կապի հասանելիություն եւ թվային հեռուստատեսություն առաջարկող մատակարարի։ RED սակագնային պլանից օգտվելու պահանջարկն օրեցօր մեծանում է։ Վիվային միացող RED գործընկերների թիվը աճում։ Ընդլայնվում է փաթեթի հասանելիության աշխարհագրությունը, բոլորը մեկում ծառայությունից օգտվելու հնարավորություն ստեղծելով նոր ընտանիքների համար։ Բոլոր հարցերը լուծվում է մեկ RED սակագնային պլանի շրջանակներում։ Ունենում եմ իդեալական կապ, կարողանում եմ հանրության լայն շրջանակներին փոխանցել իմ մասնագիտական կարողությունները։ Հնարավոր է մեկ ընդամենը հպումով ամեն ինչ ստանալ եւ տարբեր տեղեր, միացումներ, մուծումներ եւ այլն այդ տեսակի վարդույթներից ազատվել ենք։ Վիվայի բազմաֆունկցիոնալ, հարմար եւ ճկուն լուծումներ տրամադրող RED հարթակին վերջերս միացել է ինտերնետ եւ հեռուստաալիքների ծառայություններ մատուցող եւս մեկ ընկերություն NetX-ը։ NetX, բարև ձեզ, լսում եմ։ Մեծ ձեռք բերում է Viva ընկերության հետ համագործակցությունը, այս համագործակցությունը RED-ի շրջանակներում, քանի որ Viva-ն հեռահաղորդակցության ոլորտի դիտխոսակիր եւ առաջատար ընկերությունն է։ Այն առաջարկում է ֆիքսված կապ սկսած 300 մեգաբիտ վայրկյան արագությունից եւ ավելի քան 150 հեռուստաալիք։ Մեկ տարվա ընթացքում Viva-ի RED գործընկերն է դարձել ինտերնետ եւ հեռուստաալիքների ծառայություններ մատուցող 4 ընկերություն՝ Fnet, HouseNet, Meganet, NetX։ Մեր գործընկերային ծրագրին միացող օպերատորները պարտավոր են բավարարել Viva-ի կողմից սահմանված պահանջները, տեխնիկական, տնտեսական եւ սպասարկման որակի չափանիշերը։ Հարթակի բաց լինելն ապահովում է արդար մրցակցություն գործընկեր կազմակերպությունների եւ շուկայի մասնակիցների միջև եւ նպաստում է, որ բոլոր խաղացողներն առաջնորդվեն հաճախորդի շահերով եւ ձգտեն հասնել աշխատանքի հնարավորինս բարձր մակարդակի։ Հաջողություն է գրանցել ոչ միայն հարթակը, որը գրավում է ավելի ու ավելի շատ գործընկերների, այլև RED սակագնային պլանը, որը դարձել է շուկայում ամենապահանջված կոնվերգենտ լուծումներից մեկը։ Մենք շարունակելու ենք զարգացնել գործընկերային էկոհամակարգը, ընդլայնելով ինչպես ծրագրի մասնակիցների թիվը, այնպես էլ մեր ծառայությունների աշխարհագրությունը, մեր հաճախորդների սպասումներն ու կարիքները ավելի լավ բավարարելու համար։ RED-ը համագործակցության կարևոր հարթակ է տեխնոլոգիաների համակցման, մարզերում ենթակառուցվածքների ստեղծման եւ համաչափ զարգացման տեսանկյուններից։ RED-ի բաժանորդները մեկ փաթեթով կարող են օգտվել ֆիքսված եւ բջջային ինտերնետից, բջջային կապից, կինոդարանից, EV on-line կինոթատրոնից եւ դիտել հետաքրքրությունների լայն շրջանակի բավարարող շուրջ 150 հեռուստաալիք։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հետքերը չեն մաքրազերծել ու բռնվել են, վաղաշապատի բաժնից 9 աշխատակից է ձերբակալվել։ Անօրինություններ են կատարվել նաև սննդի ոլորտում, խախտումներ են հայտնաբերվել, բայց տեսուչները կաշառք են վերցրել։ Օրվա ուշագրավը տեսաշարով։ Գյումրի ավագանում մանդատ ստացավ մեր քաղաքը դաշինքից Նարեկ Միրզոյանը, մեր քաղաքը խմբակցությունից Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո ընդդիմությունը մանդատագողության մեջ մեղադրեց իշխանությանը։ Բադալյանն իր դիմումը ներկայացրել էր քաղաքապետին, բայց 2 օր անց էլ նոր դիմում էր ուղարկել ու տեղեկացրել, որ փոշմանել է մանդատից չի հրաժարվում։ Հետո դարձյալ է դիմում ներկայացրել, դարձյալ փոշմանել ու պարզաբանել, թե ուզում է լինել անկախ ավագանի։ Կարեն Բադալյանը վարչական դատարանում կվիճարկի իր լիազորությունները դադարեցնելու մասին քաղաքապետի արձանագրությունը։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է տեղեկացրել։ Հանցագործության դեպք թաքցնելու եւ այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ոստիկանության վաղաշապատի բաժնից 9 աշխատակից է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ հատուկ միջոցառումն իրականացրել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում նախաքննության շահերից ելնելով։ Հիշեցնենք, որ խմբակային ծեծկռտուք էր տեղի ունեցել Էջմիածնում ապրիլի 24-ի գիշերը։ Ծեծի ենթարկված 22-ամյա երիտասարդի կյանքը փրկել չհաջողվեց, նա հիվանդանոցում մահացավ։ Իդեպ այս գործով արկա է եղել տեսախցիկ, որը ըստ լրատվամիջոցների կայծակից վնասվել է։ ՍԱՏՄ տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի 2 գլխավոր տեսուչներ խախտումներ հայտնաբերելուց հետո չեն կասեցրել մսի իրացումը եւ չեն արգրավել այն հետագա ոչնչացման նպատակով, ինչի դիմաց տնտեսվարողներից կաշառք են ստացել վարելանյութ ու գումար։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են 2 տեսուչների նկատմամբ էլ մեղադրանքներ են ներկայացվել։ Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ 4 տնտեսվարողների նկատմամբ, որոնց քրեական հետապնդումը նախաքննության ընթացքում դադարեցվել է գործում զղջալու հիմքով։
Ագարակի հանքի մոտ գտնվող եկեղեցին կտեղափոխեն փլուզումից փրկելու համար։ ԿԳՄՍ-ից ասում են, եկեղեցին տուժում է հանքի պարբերական պայթեցումներից։ Այն պահպանելու համար որոշել են ապամոնտաժել եւ տեղափոխել այլ վայր։ Գետերի հուների մաքրման կարգը մտադիր են պարզեցնել շրջակա միջավայրի նախարարությունում այս որոշմանն են եկել Տավուշի եւ Լոռու մարզերում գետերի անցած տարվա հայտնի վարարումներից հետո։ Տարածքները հետագայում աղետի գոտիներ ճանաչվեցին, որից հետո կենցաղային աղբից գետերը մաքրելու անհրաժեշտություն առաջ եկավ։ Քննարկվում է ջրի բնական հոսքը խոչընդոտող գետերի հուների եւ ջրահեռացման մաքրման կարգը, սակայն անհրաժեշտ թույլտվությունների առկայությամբ պայմանավորված կան որոշակի սահմանափակումներ պարզաբանում են նախարարությունից։ Խորհրդարանում ԿՊ ձայներով ԲԴԽ անդամներ են դարձել Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը եւ Աշոտ Հայրապետյանը։ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը պաշտոնան կարվեց Սրբուհի Գայլանի նախարար դառնալուց հետո։ Անահիտ Աբրահամյանը եւս աշխատել է արդարադատության նախարարությունում։ Աշոտ Հայրապետյանն էլ նախկինում իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենի պաշտոններ զբաղեցնում։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Այժմ մանրամասն եղանակի մասին։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 16-ից 20 աստիճան տաքություն, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 22-ից 25 աստիճան տաքություն, Լոռիում 20-ից 23 աստիճան, Տավուշում 23-ից 26 աստիճան, Արարատում, Արմավիրում կլինի 24-ից 21 աստիճան տաքություն, Սյունիքի հովիտներում 26-ից 29 աստիճան, Սյունիքի նախալեռներում 18-ից 22 աստիճան։ Իսկ Երևանում գիշերը սպասվում է 10-ից 12 աստիճան տաքություն, ցերեկը 23-ից 25 աստիճան, երեկոյան կլինի 10-ից 12 աստիճան։ Առանձնացված լուրերն այսքանն էին, շնորհակալություն ուշադրության համար, խաղաղ գիշեր եմ մաղթում։